105.1 Mike FM. We rock in different languages. Արիլույս սիրելի ունգընտիրներ եւ բարի եկած եք Հայ Գետրոնից այն ռադիո Հայդակրին 105.1 Mike FM ալիքով կամ եթե մեզի միացած եք mikefm.ca գայքեչով այս արավոտ անգամ եւս ցեզ հետ է Զավեն Դերսահակյանը սիրելի ունգընտիրներ գուսամ որ լավ շաբաթ մահացուցիկ չնայած որ հոս Մոնտրեալի լավալի մեջ միայն թե անցրև դեսն այս շաբաթ գուսանք որ Այս շաբաթը վերջերս սկսյալ եւ եկող շաբաթը բավական նոթերը մեղմանան եւ արևը դեսնենք վերջապես ինչպես տեսակ մեր ընկերական ցանցի էջերուն վրա այսօր ունենք շատ հատուկ տաղանդավոր հյուրմը մեր հետը որ պիտի անցնենք մեր այդակիրը միասին վստահ եմ իրեն տեսած եք վստահ եմ իրեն գճանշնակ եւ գուսամ որ իրեն ստեղծագործությունները երաժշտությունները դունգընտրեք YouTube-ի կամ Instagram-ի միջոցով վերջերս շատ արձագանքած է մեզի հետ է Հայաստանեն մեր հայրենիքեն երաժիշտակեր ալ գրնամսել Սերուժ Բաղդասարյան Սերուժ Փարիլույս մեր գոմեն եւ Փարի երեգո քեզի իսենք Փարի երեգո Փարիլույս ինչպես եք Լավ Սերուժ դու ինչպես ես Շատ լավ Գարցեմ բավական Բազմասպարես աս վերջերս այդպես գտվի չէ Բավական հոգնած եմ իրականության մեջ որտեվ մանավանդ վերջին համերգը որ ռինգ ատկեի վեր դակավին ոյվե մեկ օր հանկիստ չեմրած եւ երկու օր առաջ նորեն համերգ մգար մասնակցեցա ավելի ուշ դերևս կբատմեմ բայց իսկապես բայց ժամ օրալ չունիմ նույնիսկ ժամը չունիմ որ հանգստանամ աշխատանք կանելիք Մենք քեզ ավելի գոհացենք որ այս հարցազրույցով բայց կոնե սեր նստած եք եւ կոնե ասի քիչ մասանք հանկիստի ժամը գլա Ընկերական զրույցից ենք չէ այո Սերունիթներ բիդի անդրադառնանք Սերուժին հետ ինչպես էսավ բավական հոգնած եւ բազմասպար է թե համերգները ինչպես գազմագերբելու սկսավ իրեն ստեղծագործություններում մասին եւ բիդի անշուշտ մեր հայդակրի ընթացքին ունգընտրենք Սերուժին ստեղծագործությունները երաժշտությունները բայց նախքան հոներ տալը Սերուժ Ինչպես կխոսեինք ավանդություն հրազեմ, որ առաջին երկը մեր զրուցակից հյուրերը առաջարկեն կամ որոշեն եւ այսօր փախտը գուկա քեզի ինչ երկով գուզես գիտեմ որ երաժիշտ ես քու երկերը երաժշտություն մտիկ հարց չի ադի գա բայց իմ երկերը վիճար աշակեմ իհարկե հետո գլսենք ես կսեմ քու աշակիտ Հարութ Պամուկյանեն երգ մլսենք Շատ ավոր ուրեմն սելումիտներ ես սերուժին մի գնամ մերժել բնականաբար եւ սկսենք մեր հայդակիրը մեր շատ սիրելի Հարութ Պամուկյանի երկերով մնացեք մեզ հետ մենք մեր սուրճերը ունենք կոնին բարակայի սերուժնա գարձեմ թե իրեն բարակային ունի որը պետք է արտում մնա այս ժամուն մեր հետ զրուցելու համար գվերատանանք մեր հաջորդ այդ միջումեն Հայ Գետրոնից այն ռադիո հայտակիրը գտնանք ունտրել ուղիղ ամեն շաբաթ եւ գիրագի առավոտյան ժամը 7:09 105.1 Mike FM ալիքով նաեւ միանալով mikefm.ca գայքեչին եւ կամ որևէ փչիչային հեռացայինի ծրագրայինով Հետևեցեք մեր ընկերական էջերը Facebook, Instagram and YouTube մեր հայտակիրները գտնանք գտնել Spotify եւ Apple Podcasts հարթակներում վրա Գվերատարնանք մեր հայդակրին սիրելի ունգընտիրներ, եթե նոր միացակ մեզ, անգամ եւս ձեր բոլորին բարի լույս եւ հիշեցնեմ այսօրվան մեր զրուցակիցն է Հայաստանեն երաժշտակետ Սերուժ Բաղդասարյան
Ընկերական ցանցի աստրուչամp ավելի եւ ավելի գտեսնենք քու ծրագիրները, ստեղծագործությունները եւ մանավանդ վերջին 2 տարվա ընթացքին նոր եղանակները հին են, բայց երաժշտությունը նոր է, վերամշակված եւ համագործակցությունները, բայց նախքան հոնդեր երթանք, գիտեմ նաեւ երաժշտական ընտանիքալ Լուկաս, հայրդ Սետո Բադասարյանը, մայրդ Շակեն, երկչուհի, քույրը դալը սկսած է երկելու արդեն դարիներ եղած է, եղբայրը դալ Կարնիգը գարձեմ սայնավորումներ ու sound effect-ի մասնակցել եթե չեմ սխալիր, թե երաժշտություններ գնե իբր arrangement-ներ, թե bass գնովակե, թե դարբեր կորտիկներ գնովակե, բայց այո երաժիշտ է ասենք. It's a family affair and that again pane. So Կաչալերական է, մեկ ուսին կաչալերը չէ, ազ բարակային։ Վստահ է, որ ասենք փոքր դարիքետ at մտնոլորտին մեջ մեծնաս, կարծեմ գուզես թունալ քու ջամփատ ունենալ, կրնալ տարբեր ծևերով, տարբեր երաժշտություններ ներկայացնել, գախում ունի քու զարգացումը ինչպես կընթանա։ Ճիշտ, եւ ուտերելս կսար։ Հիմա երաժշտությունները, գիտեմ Սետոն հայրդ հակին գործեր դարձել բանանի մեջ karaoke-ները, բազմաթիվ երգիչներու հետ նվագած է, որ այդ վստահ ներշնչած է քեզի, բայց ու ծևդ, ստայլդ, որ սկիզբեն բզիգուչեն դիվեր նշմարած են բոլորովին դարբեր դրանչե։ Ինչպես է որ գիտես ասովորական հայկական երաժշտությունեն թույլ կուզեմել։ Ես մոտ 2000 կրնալալ 2004 թվականներու մոտ այդ շրջանին էր որ առաջին փորձը արի առաջին կորձը կոմիդասի գրունգն էր եւ ինչպես ասկաղապար ունեցա Ատկի առաջ գնեի, ասենք սպաղումի համար շատ սկզբնական բաներ գնեի, օրմը համերգի էի եւ գիշեմ DJ Tiestoն էր, մեծ Լիբանանի մեջ շատ մեծ կոնցերտ մներ, հազարավոր մարդ եւ այդ օրը առաջին անգամ հնչեց իր նոր single-ը, որ Adagio for Strings-ն էր, այդ կլասիկ երաժշտությունը ինքը վերանորոգած էր trance techno այդ ժանրի մեջ Ատկան հզոր անուշիկ ասանք երաժշտություն մներ, որ առաջին անգամ ամեն մարդ սարած ասանք բան եղանք, ասենք շոկ եղանք, շատ նոր ստայլ, նոր բան մներ, so այդ ասանք մի քանի օր աստեցություն տկած էր վրաս եւ ինչու՞ չէ մենք կրնանք ասանք բան ունենալ հայկական օրինակ դուդուգով կամ ասանք նոր բան մեջտեղ ուզեցի բերել եւ փորձել էի հետո Սկացի որ բոմիդասի գրունգը այդ դուդուգի հատվածը այդ ժանրով գրծա ներկայացնել քիչ մգրնալ խաղապարը դերևս չմի ամեն մարդու համար ընդունելի է կամ չէ որ հadoop այդ երաժշտությունը դրանք բարային դարձնելը բայց ասեմ որ այդ ժամանակ բավական ներգրավեց արաբներու իրենց այդ հետաքրքրությունը որ կյանքերում այդ դուդուկ Կորձիկ իրենք չէին լսած եւ այդ կորձին միջոցով բավական մեծ տիպով ոչ հայեր ծանոթացան հայկական երաժշտության սո նպատակը նոր բան ստեղծել որ թե հայերուն թե ոչ հայերուն տարածել հայկական երաժշտությունը այդ հետաքրքրությունը արցնցնել եւ այդ ժամանակի բանին կարծեմ քիչ թե շատ հաջողվեցավ այդ գործը սո սկիզբը ադեր ամեն ինչին սկիզբն էր ադի որ հետո atkan որ թրական մարտոցմի խոսքեր գլսեի եւ այլ այդ մեկ երկով ես տարիներ իբր DJ ներկայացա դարբեր տեղեր սա շատ քաչալերական էր եւ հետո գամած այդ ժանրը ստայլը զարգացավ իմ մեջս որ դարձավ այդ սիմֆոնիկը տարիներու ընթացքին մշակեցի թե իմ experiences թե իմ երաժշտական ասենք քիդերիկներս եւ այլն ջաշակս տարիքի ընթացքին գիտես կփոխվի So մոտավորապես սկիզբը այսպես սկսավ Եվ դարևոր բանը սիրսերուշ որ հայկական երաժշտությունը ոչ հային զանոթացուցիր նորացևումներով չնայած որ երգը որ ընդրած է իր գրունգը 100 տարվա երգ է եթե ոչ ավելի կլասիկ երգը նորացևում վադիգա
մեծ բանսել է երբ որ օդարին ավելի շտը ոչ հային կովը ադիգա գտնվի հայկական քարոշչության մասը գազմե եւ երաժշտության որ գծամտացնենք այո եւ ավելի երիտասարդության ուղղված էր այդ մեկը եւ բավական հաջողություն կդավ Ատկեց ետքը երկերը որ մշակեցիր նշмарած եմ որ երկերը եղանակները որ դենես ինչպես նշեցի քիչ առաջ մեր ավանդական հին հայկական երկերն են եւ գարնես աշխատավորцевով գվերամշակես գտեսնենք ցանապությունները եղանակները բայց ադոր մեջը մեծամասնությունը նշмарած եմ որ ասկային ոճով երկերն են Ինչու աս ոչ թե ինչու, բայց ասկային երկը քեզ ավելի գխոսի իբր երաժիշտ Այո, իրականության մեջ ես գրեթե հետաքրքրություն չունիմ ուրիշ երաժշտական գործեր մեջտեղ բերելու նույնիսկ ես անձնական շատ գործեր ունիմ, բայց ամենը մեկ կողմն է դասեմ եւ շատ կարծում որ թուն ինչու քու ստեղծագործում մշակումներ բաներ չես ունել ունիմ իրականության մեջ շատ ունիմ բայց չեմ մեջ հիմա բահված ասենք ցկած եմ որովհետև նպատակս հիմա ադիգա չէ այսինքն փուն նպատակս որ մեր հին հայկական երկերը ճանչված կամ ոչ ճանչված աշխատել եւ նոր ծևով ներկայացնել ժողովրդին որովհետև իրական այդքան մենք հզոր զորավոր culture ունենք եւ կամ երկեր ունենք երաժշտություններ ունենք որ պետք է իդ վերածնունդ ստանան այդ գործերը գիտեմ որ շատ ժանրերով շատ երկեր ներկայացված են բայց ես ուզեցի լման դարբեր ծևով ներկայացնել որ այսինքն փնդրեցի ինչը ես կսիրեմ նախ սկսելու համար ոչ թե ուրիշին սիրածին համեմատ եթե արանք պիտի ասենք ավելի թյուրին ջամփան պիտի գտրեի գտնայի օրինակ pop եւ կամ techno-ն trance-ը շարունակել house music-ը շարունակել կամ ասենք pop music-ը որ շատ ավելի մեծ դիդում գունենա 10 անգամ 20 անգամ ավելի թյուրին գլադարացելը բայց ես կսիրեմ այդ challenge-ը կսիրեմ այդ դժվար ճանապարհը կսիրեմ եւ բամը որ չի գա ամենակարևորը նորությունն է եւ ես սիրեմ եւ հայկականը լադի ամենակարևորն է so as բոլոր կաղապարները միացնելով իսկ քու հարցումիդ կարով կարծեմ չեմ բզիկ տարիքես սիրած եմ հայկական ժողովրդային մեր հայկական հին երկերը ավելի կսիրեմ ժողովրդայինը քան թե արդեն հիմա վան նոր երկեր նոր ծևով ներկայացված են եւ քիչ մահերու եմ ես այդ բաներեն so այդ բանն է որ ինձ ավելի գմղե գաբ մգստեղծի անցյալի եւ աբակային կամ ներգային միջև այդ բանն է որ ինձ ավելի գգաբե մեր հին երկերուն Գորսևինսը որովհետեւ նույնիսկ բանաստեղծությունները որ գրված են երկերուն իմաստալից դողերեն եւ երաժշտությունն յուրահատուկ է Գարցեմ հոսփամնագա որ օրինակ հին հայկական եղանակներ կան որ ընդհանրապես շատ բարձ են իրենք Գրեթե ես ադվելի ադոն կնդրեմ այդ բարձությունը երբ որ ասենք մոնոտոն ինքը մեկ ցայնի վրա երկված երկեր ունենք շատ առանց հարմոնիներու Եվ երբ որ ես այդ հարմոնին ես կստեղծեմ, ինքը չի գա իրականության մեջ այդ քոյություն չունի, միան բարձ մելոդի մնա մեկ բանով, մեկ երկված, մեկ ցայնով, այդ հարմոնիները որ նոր կստեղծեմ, լման ասենք տարբեր ցևով ներկայացուցած կլամ այդ հին երաժշտությունը, եւ ասենք հետաքրքրությունը կստեղծեմ մարդոց որ ասենք աս երկը, օքեյ, ուրեմն ուրիշ տարբեր անգինով ալ կարելի է դիտել Perfect. Սերուժ եկուր հիմա միջունում պետք է երթանք փուլ ստեղծագործությունները մեկը որ ես շատ կսիրեմ Մուսաների դապկին որ վերջերս մի քանի ամիս առաջ վերահրատարակած ես որ ասանք դաշուժացնե մեգումը քիչ մատ սիրտը դրոպեցնեն գուտա ադիգամ ընտրենք եւ ֆրանսիան մեր ընկերներում Ինշալլահ սերներ մնացեք մեզ հետ կվերադառնանք մեր հաջորդ դատարեն
105.1 Mike FM. Ves շարունակենք մեր զրույցը սիրելի ունգընտիրներ, Սերուժ, հիմա Հայաստան գաբրիս, Լիբանան ծնածես, դարիներ հոնաբրազես, որքան եղավ Հայաստան տեղափոխվելու։ Եղավ 6 տարի մոտավորապես 2020-ի վեր։ Իրականության մեջ գրնամ ասել Գաբրիմ Հայաստան եւ Լիբանանի, ասանք մեկ ոդկասոն, միս ոդկասոն է, որտեղ բոլոր ընտանիքներս հոնեն եւ ժամանակ մգլա որոնակ երտամ 2 ամիս կմնամ։ Երկու նույնիսկ 3 ամիս հետ կուքամ, բայց հիմա վերջերս աս համերգներու բանով գարձեմ ավելի երթալ քալբի դելա թերևս չեմ գիտեր, բայց արդեն եղավ 6 տարի։ Կովիդեն առաջ փոխադրվեցար կամ կովիդեն հետ ընթացքին էր, բայց քիչ մը դետևցած էր արդեն։ Ճիշտ Բեյրութի բայթումի նավանկիցի բայթումեն մեկ ամիս վերջներ որ տեղափոխվեցանք։ Արդեն մենք ունեինք ծրագիր տեղափոխվելու, բայց at բայտումը քիչ մասան կակատնագետը եղավ եւ բավական մեծ թիվով լիբանանցիներ այդ ժամանակ տեղափոխվեցան Հայաստան, կա որ մնացին, կա որ ետ վերադարձան, ես մնացողներն մեկն եմ, բավական թյուրինը եւ դժվար է, չեմ գիտեր մարդիկ կարծեն թյուրիներ տեղափոխվելը դժվար էր, իմ բարակայից քիչ մասան սահուն էր, դժվարություններ միշտ կան անշուշտ Բայց շատ մեծ դժվարությունները դիմաց չեմ գտնված բարեբախտաբար Փորձի փերումով ինչպես էր որտեղ հիմա հայկական երաժշտության ասպարեզը դեղերգավոր թյուրին է դեղերգավոր դժվար է որովհետև չեմ ուզել ասել շատ սահմանափակ է բայց հաջախորդությունը կամ լոջիստիկսները ասենք թերևս ամեն դեղ չի կան Լիբանան Դեպի Հայաստանից փորձի փերումով ինչպես էր բոլոր տարբերություն կար կամ դժվարություններով հանդիպեցար Ես ասեմ որ մինչ այդ իմ բունկորդս երաժշտությունը չէ ես website designer եմ եւ գրեթե on-line աշխատիմ so ընդհանրապես այդ 5 տարիներու ընթացքին ավելի միան 5 չէ գրեթե կյանքիս գրեթե մեծամասնության այդ energies website-ներու փաներած եմ սպարած եմ երաժշտություն ավելի չեմ գիտեր 30%-ն է երևի իմ աշխատանքից Մեկ այլ եթե 30%-ով աշխապ լավ գործ գնես ուզեմ գտալ եթե 100% դրա մատրես ինչ պիտի գնես Երանի քիչ մը դժվար է բայց կոնե հիմա գործեմ քիչ մը ավելի բալանսը շտկել կոնե 50-50 որ կրնամ ավելի երաժշտություններ արժեվ բերել հիմա քիչ մը ամեն ինչ ավելի լուրջ է այլևս որտեվ Մեմ որ as բանին մտա, լաս լրջուչան մտա, մարդիկ իրա հազարավոր մարդիկ շատ մեծ ակնկալություններ ունեն այլևս եւ չեմ ուզեր իրենց փամը սկսա եւ ասենք թանթաղի կամ գեստորներ կամ so մեծ բան գա հիմա responsibility մգատի մասս Ակնկալիքները շատ են, չէ։ Շատ են, այո։ Հանրության կողմից։ Բայց դժվար է։ Հիմա երաժշտության բանով, եթե կանք երաժշտության կողմի, իրականության մեջ Հայաստանը շատ ավելի մեծ թուրեր կա հիմա այս պահին։ Գիտես Լիբանանը 5 տարի է, 6 տարի է, շատ դժվար գացության մեջ է, թե էկոնոմիկ խնդիրները, թե պատերազմները, ամեն տարի պատերազմ է, Այս բայտումը ինչ կուզես եկավաս վերջերս Լիբանանը գլխուն, կովիդը, մովիդը Նյութական ճգնաժամն անշուշտ գիտենք կտեսնենք Այդ մեգնալ, այո, եւ շատ երաշտական բանը յետև քնած, ասենք ինչքան համերգներ գլար Լիբանան, մեծ անուններու մասին է խոսքս, աշխարհի ամենամեծ անունները, վերջին 5-6 տարին գրեթե չի գա, շատ քիչ, այսինքն, այդ մեկը շատ լավ չէ երաժշտական մտնոլորտի մեջ ապրող քեզի դիմոտիվեյտ կնե գիտես բամը բիտնես բայց արդյունք պիտի չի դաս so գարցեմ այդ ժամանակը թայմինգը որ ես Հայաստան եկա եւ Սպարտաբար այո բادرազված բաներեն անցանք բայց հետո գամած որ քիչ մասանք ինքնին կդավ ետ Հայաստանը գարցեմ ինձ համար թայմինգը ասանք լավ էր եւ գրծա աստեղի Հայաստանի մեջ շատ մարդոց ծանոթացա ասմիկան դարվա ընթացքին պրոջեկտիս մասին խոսեցա գարզիկ արի գար երկու տեսակ գարզիկ գար կարելի է չի կարելի բայց
ընթացքին գամած կարելի դարձավ։ Դեսնենք ադիգա։ Եվ համագործակցությունները լրացես երկիչներու հետ։ Առաջինը գուզեմ ասել, ասկեց 3-4 տարի առաջ եթե չեմ սխալիր, եթե ավելի գանուխեր Արինոտրոշ երկը վերամշակեցիր Կանիկ Սարգսյանի երկեցողությամբ։ Որ սիրած վերջիններս մեկն է, ատմեկանը մեր ռադիոյի հայտակիրեն գսպրեմ, որ Ապոս Սահակյանին հետ երկմը սայնատնազես, անցյալ դարի, և սրեգնետիներ հիշեցնեմ, որ Ապոս Սահակյանը բիդի կետնվի Մոնտրեալ մայիս երկուքին հովիտա Կանադայի բադանեգան միության նխացերնած խրախճանքին, ուրեմն եթե ծեր դոմսակները չեղա բահոված խնդրեմ աբահովեցեք, այցեցեք բադանեգանի էջը հավելյալ դեղեցություններու համար գսպասենք բոլոր, հաչարեցեք մեր բադանեգանը, ինչպես ասենք հասյութը բիդի դրամատրվի իրենց հայաստանակնացության ծրագրին համար։ Զիկ պակիզը պացիոստերը սերուժ գիներես Անգերս է ապուն Եվ մեր բադանիներն են իրենց ապետքի կաչելերեք Պամորը հետը եգուր հետ եգուզես Հանդեպեցա հետը վերջերս նույթը երինք շատ ուրախ եմ որ գուկագոր գդարած է գոր մեր երկերը Ինչպես ասի անագնգալ մերը հետը եգուր եթե արիթ ունիս So համագործակցություններ collaboration երկիչներու հետ ինչպես կգրդարվին դու մոդենաս իրենք քեզի հետ եղած է որ ես առաջարկած եմ եղած է որ իրենք առաջարկած են միջև առաջարկներ կստանամ հիմա իմ բայց ամենամեծ խնդիրս որ Չէ որ ասի նաև ես ուրիշ գործով իմ անձնական գործս ունեմ եւ բավական զարափերնված եմ այդ բանով միշտ այդ ժամանակի խնդիր ունեմ եւ ասենք քիչ ժամանակը որ գմնա որ ստեղծագործություններ ունեմ մանավանդ հիմա ավելի գետրոնացած եմ ինչ անեմ ինչպես անեմ որ կոնցերտի այդ պրոգրամը նորություններ բերեմ քիչ նույնիսկ ինչ որ նվագեցինք ադոնք ավելի բարելավենք ավելի դերս ավելի բարային բաժինները լան ասենք ավելի ծանրաբեռնված եմ այդ բանով Ադոնար հիմա ներգա բահիս ատկանալ չեմ գնար գոր collaboration-ներ անել, բայց հաջելի բան է, որտեվ թե ասենք այդ անձը թե ես պիտի իր մեն բան սորվիմ, թե ինք ինձ մեն նորություն պիտի սորվի եղալ, մենք իրարու ասենք տարբեր եթե մեզ հետևորդները քիչ թե շատ կրնալ տարբեր են Եվ մենք իրարու այդ բանին պիտի ծանոթացնենք, so բավական հետաքրքրական բան է աս համագործակցությունը Իրարու մեկը մյուսին պետք է համապատասխանել երաժշտությունը երկիչ եւ բանաստեղծությունը երկին կարծեմ, չէ՞։ Այո, ես անշուշտ նաեւ շատ համագործակցություններ ըրած եմ ասենք դուք զորնա այսպիսի կորզիկներ գրեթե իմ ամեն գործերս Լևոն Թևանյանը ցանկացած է հիմա նոր համագործակցություն այսօր քիչ առաջ կաշխատենք վրան իշխանած բարն է որ զորնամ ցանկացրեցինք Հարություն Չեկոլյանը շատ լավ գործ մնա արդեն նորեն օրկեստրալ քիչմա ռոք քիչմա հայկական ֆոլկը քիչմա խենթման մնա բայց շատ հաճելի է կարծեմ So միշտ կան համագործակցություններ ես ավելի քիչ առաջ երկի մասին գխոսեի գոր երկը նա քիչ մասանք միշտ չէ որ ես երկով գործ կնեմ ընդհանրապես ավելի մյուզիկալ գնեմ ադոր համար շատ չեն համագործակցություններս իբր երկող բայց ունիմ հիմա նորեն 1-2 հատ ունիմ որ պիտի Հայաստանի մեջ տարբեր արտիստներու հետ Եվ շատ ուրախ եմ միանաս քիչ մը ժամանակս թողները որ գիտերենք ես ակադեմ որ բիդիկա լավ արիքները հասկանան որ վիճակս բավական հասկանալի է ինչպես ասի եթե 30%-ով աշխապ գնաց կորնել ուրեմն վասիտ գադար սերուժ Եգուր հիմա նորենքու եւ ապոին ստեղծագործությունը սկայն երկե ցանդրով է դերքը որ բոլորս կճանչնանք
դարբեր ձևով ցայնակրված է երկեցողությունը եւ երաժշտությունը վերամշակված է շատ աղբոր է ուրեմն սերի ունգընտիներ ունգընտրենք Բոսագյանի եւ Սերուժի Սանդրոֆդայի եկը եւ տանք մեր հայդակրին նարնչորդ ընդմիջում են .105.1 Mike FM Այգետրոնից ցան ռադիո հայտակիրը գտնակ ունտրել ուղիղ ամեն շաբաթ եւ գիրագի առավոտյան ժամը 7:09 105.1 Mike FM ալիքով նաեւ միանալով mikefm.ca գայքեչին եւ կամ որևէ փչիչային հեռացայինի ծրագրայինով հետևեցեք մեր ընկերական էջերը Facebook, Instagram and YouTube մեր հայտակիրները գտնանք գտնել Spotify եւ Apple Podcasts հարթակներում վրա Մենք շարունակենք մեր զրույցը Սերուժին հետ Սերուժ խոսեցանք ստեղծագործությունների մասին, սկզբնաշրջանի այդ մասին, Հայաստան դրափոխվելու մասին եւ հիմա գուզեմ անդրադառնալ այդ ծրագրին, որ մի քանի ամիս է Հայաստանի եւ Սփյուռքի եւ մանավանդ Սփյուռքահայության հետ շատ մեծ արձագանք եղած է։ Անցյալ տարի հուլիս ամսուն Ամերիկը նշտեր փերիր Հայաստանի Պետական Fox Symphony-ին հետ ճիշտ է։ Այո, սիմֆոնիկ նվագախումբ, այո։ Տասս լավ սորվեր եմ գարազեմ, Սերելուն ընտիներ վիդեոները, դեսայրիսները Սերուժը դեղատրած է իրեն YouTube-ի դանին վրա դրընտրեմ կացեք, գիտեցեք եւ նույն երկը մի քանական նորեն մի դիտեք եւ ունգընտրեք աչափ լավ գազմագերբված էր Սերուժ ինչպես կրծար ասկարապարը նստել փերել եւ զրակել այսպես մեծ եւ որակավոր հայկական երաժշտության համերգ Okay, ուրեմն ինչպես որ քիչ առաջ ես սկսա էլեկտրոնիկ ավելի ժանրով ստայլով եւ հետո կամած քիչ մջաշակս փոխվեցավ եւ սկսա ավելի դժվար բամը ուզել մեջտեղ բերել չգիտես կան դժվար վիդելա բայց ուրախ եմ որ դժվար էր
ուրեմն դարիներու ընթացքին ես շատ ինձ գիտակրել ֆիլմի soundtrack-ներ, երաժշտություններ։ Ֆիլմի եւ խաղի, որտեղ իրար նման են արդեն։ So դարիներ որ Hans Zimmer եւ Thomas Bergerson անունով շատ տաղանդավոր երաժիշտ մգա իրենց ամենամեծ ունգընտրողներն էի իմ մեջ է բանը զարգացուց որ ես կրնամ մեր հայկական երաժշտությունները ներկայացնել այդ ոճով քիչ մասանք cinematic է քիչ մը epic կսեն մեջը գա քիչ մը electronic քիչ մը rock քիչ մը folk ասենք խառնված բան է So դարին սկսա քիչ սկսա մեջտեղ բերել երաժշտություններ եւ առաջին կորձս Գարկուշտաներ Daredevils of Sassoon-ն է 7 տարի եղավ կարծեմ արդեն Ադի առաջին կորձն էր որ լրջորեն ասանք ներկայացի ժողովրդին եւ շատ մեծ գիշեմ այդ օրը որ մարդիկ որ ասենք ամիսները դարիները չեմ խոսած նամակ գրեցին մեսեջ գրեցին որ ասին չէ լման նոր ասանք բամը մեջտեղ եկավ որև ես մեկ տարի պիտի լարգնալ թատրած էի ասանք նորություններ չունեի ոչ թե չունեի նորություն բայց public բամը չունեի online չէի դրած բայց ես կաշխատեի որ լուր մուր ասանք կաշխատեի որ so գիտեմ որ երկար ամիսներ աշխատեցա այդ գդորին վրա որտեղ ինձ համար առաջին անգամն էր եւ նորություններ շատ բան սորվեցա ընթացքին մոդավորապես օրկեստրին գարույցը սկսա հասկանալ քիչ թե շատ գիտես մեկը եթե որ չէ սորված օրկեստրի այդ կոնսերվատուարը չեմ կացած ես եւ լման նոր աշխարհ մտա ուրեմն պետք է լավ նախաճանչնամ ինչ կնեմ որ եւ կամած զարգացնեմ ուրեմն ադի առաջին կորձը եղավ Atkan որ մեծ էր արձականքը շատ արագ շարունակեցի երկրորդը որ այսօրվա ամենաջանցված կորձը եղավ Heroes of Musaderi Chalmatangın At մեկը նավորերի եւ մարդոց բանը դեսա ասենք քրությունները բաները հասկացա որ չէ ես ոս պետք է մնամ այս ժանրի մեջ եւ ասանք շարունակեմ հագարակ որ շատ հոգնեցուցիչ է այսինքն ինչ որ առաջ կնեի շատ արագ թյուրին գլար բայց As ժանրը շատ ստիրեցի եւ ուզեցի շարունակել մոդավոր դարիներ մի քանի 6-7 կորձ էի եւ սկսա հետաքրքրվել որ աս կորձերը ինչպես մենք կրնանք օրը live ներկայացնել ուրեմն այդ ժամանակ իշեմ Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախումբը համերգ ուներ DJ Armin van Buren հետ ուրեմն այդ մեկը որ տեսա եւ սկսա մտածել որ օքեյ ուրեմն օրկեստրի բանը ասենք մենեջմենտը կամ օրկեստրը ուրեմն նաեւ մտադիր է կամ պատրաստ է դերևս համագործակցել այսպիսի նորացև երաժշտական կորձերու հետ դերևս հետաքրքրված կլին նամակ գրեցի բարոն Սերգեյ Սմբատյանին եւ շատ արագ եւ թրական պատասխան մղրկեց այդ ժամանակ որ մի քանի իմ կորձերս գրկած էի եւ սիրած էր եւ սազեր որ մենք այո գրնանք համագործակցել ասենք ինձ նոր բան մտավ ախորժակ մտածա որ ես շարունակեմ որտեվ քիչ էր պրոգրամս կես պրոգրամ ունեի so չլար կես պետք է կոնե 1 ժամ կարորդ ինչու՞ չէ 1 ժամ եւ տարիներու ընթացքին ես աշխատեցա որ at ծրագիրը ամբողջացնեմ եւ նույն ժամանակ ամեն մեկ կորձը սկսանք at orchestration-ը անելու որ Մարտին Օլիխանյանն է պատասխանատուն արվեստագետ ասենք ինքը իմ երաժշտությունները թարգմանեց որովհետեւ երաժիշտները գտնան սիմֆոնին գտնան նվագել այսինքն ամեն մեկ կորձիկը զատ նոտաները գրեց ինչ որ ես ասեմ ադոր հիման վրա Անյոփինոց խումբն է ինչ այդ Սերուժ խումբը ընդհանուր եթե հաշվենք բոլորով փոքրիկներով երգչախումբով 120-130 հոգի մեջ է բաժնված է օրկեստրը full օրկեստրը 75 հոգի 10 ժողովրդային կորձիկ եւ 2 սոլիստ կա մեջը band կա bass գիտար եւ drums երգչախումբ 20-25 հոգի եւ երեխաներու երգչախումբը որ նորեն 30-35 հոգի էր մոտավորապես Եվ անշուշտ ես
Կունդրան, so։ Ուրեմն այդ դարիներու ընթացքին վերջած գրեթե ավարտեցին կորսը, եղավ արդեն 5 տարի, 6 տարի այդ email-ից հետո, այսինքն բայց ընթացքին թանթաղ էր քիչ մը, որտեվ Լիբանանի խնդիրները եղավ, Հայաստանի պատերազմը եղավ, COVID-ը եղավ, ասենք բավական ամեն ինչ թանթաղեցուցին։ Այդ դրամատրությունը չես ունենալ շատ երաժշտություն ստեղծելու, երբ որ տակնը վրա է աշխարհը։ Հետո օրը հասավ, որ ծրագիրս պատրաստ է եւ ես պատրաստ եմ, բայց այսպեսի մեծ ծրագիր կբանջի financial support։ Անշուշտ։ Ամենակարևորն է, որովհետեւ այդքան որ մեծ ծախսալից project է, կրնալ դժվար է որ մարդիկ հավատան, բայց sold out սրահը նույնիսկ չի կոչեր ծախսերը, որովհետեւ հովանավորներու պետք ունի, չէ՞։ Այո, որովհետև տիկետներու քիները բավական մանավանդ առաջին համերգին բավական հարմար քիներով սկսած էր, ասիկան $10 մինչև $40 էր գարդե մինչև տիկետները, երևակայ որ ասկան մեծ պրոջեկտի ասկան ցած գումար կվճարես կոր, բայց ինքը նպատակը մարդոց քաչալ երել որ կան կարևորը կան շահը չեր բանը, ուրեմն ծրագիրը սկսանք ես նամակ գրեցի, որ մենք սկսենք բանին նվագախումբի խմբին պատասխանատուներուն, ասի որ հոգմինը գումարը ապահովված է, բայց իրականում չան մեջ այդքան ապահովված չէր, բայց ես գիտեի, որ բամը պիտի լա եւ պիտի լա։ Ուրեմն բավական թուրեր զարգի գրեթե ամենը մերժեցին, ասելով որ it's just another concert, ինչու մեկը պիտի բանն է։ Այսինքն կոնցեպտին չէին հավատարգոր կամ իրենց համար այդպես որ քիչար, այսինքն կոնցերտ մնա, կոնցերտին հայկական կոնցերտ ով գուզե սպոնսորշիփ անել, այդքան շատ կա Հայաստան։ Ամեն շաբաթ համերգ կա այստեղ, մի քանի հատ դերևս չէին հասկանալ որ կոնցերտ չէ, ասիկա դարբեր բան մնա, մշակութային շատ կարևոր ցերնարկ մնա, որ ոչ թե միան կացածես մյուզիկը սկոր չէ, աս աբրոմները որ պիտի աբրիս սկաս թե հոն թեալ որ ցայնակրեցինք YouTube-ի վրական ամեն աշխարհը գրնա թիդել եւ հայ կամ ոչ հայ եւ դարածենք հայկական երաժշտությունը նպատակը ադե ոչ թե որ մեկ գիշերվա կոնցերտ մը չէ արխիվի պես բանը պիտի լաս մեկը Սադիսպես կամ ես չէի գիտեր բացատրելը, որտեվ ասենք բաներ ընդհանրապես հadoop անց ունենա որ presentation ունեն, բայց վերջը համասկային ֆորումի հետ միասին աջակցեցանք, իրենք աջակցեցան եւ գրցանք աս համերգը անել, որ շատ շնորհակալ եմ իրենց։
Your roots, our music. Connect on 105.1 Mike FM. Բացատրեցիր Սերուժ, որքան մի քանի տարվա աշխատանք է ձեռնարկել մենտի ժողովրդություններով եւ ովը մեկ համերգ կամ ցերնատ գզմեգենք ովը մեկը նյութականի գարուդու ունի եւ այդ մեկն դրցան բաղովել, դրցան համոզել եւ ուդուղու դեսանք սկորձին հոս գուդեմ միանտե մեկ կամ գադողությունը նել շատ սկայուն ծևով Yarxuştayı դեսայրիզիտ մեջներ որ վերջին երկներ երաժշտություններ ավելի ճիշտ է առաջին համերգին հուլիսին որ ծափողությունները գլային ժողովուրդը գբարեր վերջացավ ոդնգայս ծափարությունները գլային այդ ամենը իր գարկին արժանի էր եւ մեկ բանը նկատեցի այդ վիդեոյի մեջ Թեմին վրա որ խոնարհություններ գներ մայրդ շակեն եկավ եւ ամենը մեծ նվերը եւ գնահատանքը տվավ քեզի ցերկը տամպուրեց մայրական եւ հայ մոր բանը գնահատանքը դրվեց ավադիգա մեծ բանը սել է ինչ էր սկացումը ադբահին եւ որ դեսարատ ամեն ժողովուրդը քեզի ոդնգայս գծապարի եւ ամեն հարազատները տոնդը բավական անբացատրելի սկացումներ կար դվարյանին քիչ մասանք շոկի մեջ քիչ մա արդյոք իրական է երազ է ասանք շատ բան վիճակի մեջ է իրականության մեջ շատ աստված եւ շատ կորսված է ասանք քիչ մա այդ բահերուն կարծեմ բան է ասանք դժվար է բացատրել բայց Հասկանալի ծնողներույալ արդյունքն է ասիված այսինքն վստահ եմ որ իրենց այդքան դարվա ասենք աշխատանքը եւ հոգադարությունը կարծեմ այդ օրը ես կրծա օրինակ իրենց ցույց տալ որ նայեցեք ծեր շնորհիվ մենք ինչ ըրինք կամ ես ինչ ըրի կամ խումբով ինչ ըրինք so Կարծեմ ասանք բարձ ծևով ասանք կրնամ բացատրել Ըստ այդպես գան բահեր թեփքեր որ անպարերով չես կնար բացատրել սկացական է Սերուժ դեսած ենք որ ժամանակի ընթացքին Արա Գևորգյան բանամ ծրագրը դե յեդևերտան եւ վերջերս ալգան Գարեն Սևակ խումբը եւ ասավ նաեւ հիմա Սերուժ Բադասարյանը ինձ համար as համերգը Սերուժ has arrived he's here to stay ածևով Թրոջ մտերիր հայ երաժշտության վրա նորեն սրելունգներ բիդի խնդրեմ երթակ եւ Սերուժին as վերջին համերգի վիդեոները դիտեք իրեն YouTube-ի գանին վրա Սերուժ Բադասարյան կամ Սերուժ ֆրանսերենով տեսենք բիդի հիանակ եւ բիդի չգշտանակ եւ ավելին բիդի ուզեք Արդեն Մարտին երկրորդ համերգը իր գրկնություններ աս համերգը գրկնություններ միան մեկ երկ ավելցուցի ամենավերջը իշխանած բառն է որ այսօր ցանակրեցինք որտեվ իրականության մեջ առաջին համերգը որ ըրինք ինձի ըսված էր որ
ինքը 2000 հոգինոց սրահ էր այդպես ինձ համոզած էին որ 1000-ն ավելի դժվար մարդ կա համերգին Okay. բայց արդեն երկու շաբաթ առաջ sold out եղավ թվականին եւ եթե մի երկրորդ քիշեր փանայինք երկրորդն ալ sold out կլար այդքան որ ուզող գար համերգը վերջացավ գիտես social media-ի վրա վիդեոները կդարածվին YouTube-ի վրա եւս 20 տնելու վիդեոները մեկ-մեկ եւ հարյուրավոր նամակներ երբ է հաջորդը հազարավոր գրնամսել մինչև հիմա չի գնար գոր հավատա հիմա խոսած դենիս կուքանգոր նամակներ գտնություն է Ընդհանրապես Հայաստանին գարցեն կամ արդասահման սպիրկենալ բացողներ կան նայ շատ տարածված է բայց կարծեմ թիվ 1-ը Հայաստանն է ամենաշատը Instagram-ի վրա post մտրած է որ ուր գուզեք հաջորդ համերգը լա եւ արդեն բավական մեծ թիվով մասնակցություն կար ասենք ամենամեծ թիվերը Հայաստան, Ռուսաստան, Ամերիկա, Լիբանան, Ֆրանսա եւ մնացածը Եվ որ խոսքդ մերով գդրեմ Սերուժ ես դեսա այդ post-ը որ գարցներ գոր եւ գիտեի որ մոդորեն միասին պիտի զրուցենք Կանադա, Մոնտրեալ, Ալու դրամատրություն գա Իրականության մեջ մոնցա ասելու որ Կանադային այն top 5-ի մեջն է չեմ գիտեր ու կներես միտքես ելա բայց շատ մեծ զարմացա այսինքն որ ես Կանադային ասկան մարդ գուզեգորաս համերգը դիդել Հիմա իշեցի որ որտեղ top 5 երած է եւ մեջը Կանադան ագար Խոսակցություններ կան դեռ քիչ մշուտ է որտեղ եթե այսօր որոշենք արդեն 6 ամիս 8 ամիս կրնա ժամանակ տևել որովհետեւ ասպիսի մեծ ծրագիր անելը բավական երկար ճանապարհ է բավական դժվար գրեթե եթե մտածես almost impossible որ գսեն բայց գա միջոցները կան Սա աշխատեմ որ ամեն ինչ անեմ որ տարբեր երկիրներ ներկայացնենք համերգը ծևերը կփնտրեմ որ ես շատ վստահ եմ որ պիտի ըլլա օրը միան ճիշտ ծևը ճիշտ արիտը պետք է գտնենք Ստապար եւ մենք անմերգոմեն գաշխատենք որ մեկը իրականանա սենլինգուենտեներ մեզիալ պատկամ գրեցեք եթե կփապակիկ որ Սերուժը ներկա գտնվի Մոնտրեալի լավալի մեջ ինչու՞ չէ նաև Տորոնտո Կանադա հայության քանի մինչև սուկա որ ամեն քաղաքներում մեջ վայելենք Սերուժին Սերուժ վերջին հարցումը քեզի աբակատ ուր գտեսնես երաժշտության մեջ եւ ընդհանրապես ուր գուզես տեսնել հասնի հայկական երաժշտությունը Շատ կարծեմ եմ նասարցումը եւ գրեթե պատասխանալին է որ նախ այս երաժշտությունները Ստավր աբակային պիտի շատնան փոխվին պրոգրամներ եւ այլն գրնալալ երկու պրոգրամ ունենանք բայց նպատակը մեր հայկական երաժշտությունները տարածել նախ մենք մեզի մեր երդասարտության միան երդասարտության թե ես կարծեի որ ավելի երդասարտության ուղղված է բայց համերգին մեջ տեղեկա որ 3 տարեկանին մինչև 70-80 տարեկան մարդ կար եւ Pan ասենք statistically ամեն դարածված է բան չէ որ ասենք ավելի երդասարտ չէ ամեն դարեկի գա բայց քիչ ավելի երդասարտ նախ մենք մեր երդասարտներուն ավելի սիրաշահենք մեր երաժշտություններով այսինքն կորզեր կան որ մարդիկ չեն սիրեր չեն լսեր բայց ինձ գսեն որ թուն ասկու ոճովը որ ներկայացուցած ես այդ երկը մենք սիրարված ենք այդ երկին շատ կբադայի որ ասեմ կսեն ինձ որ մեծ բադի որ աղջուն է ինձ համար ասի առաջին հանգրվանը երկրորդ հանգրվանը երբ որ նախ մենք մեր այդ ուժը ունենանք ինչու՞ չէ ավելի ոչ հայության ներկայացնենք աս ամերիկի միջոցով կարծեմ ադի իմ կակատնագետիս ասած կլամ ամենամեծ երազանքից ոչ թե որ ես international դառնամ չէ որ մենք ասենք իմ միջոցովս մեր երաժշտությունները աշխարհը լսե
105.1 Mike FM. Սիրելունիներ, մեր այսօրվան հայդակիրը հստակտապար հասավ իր ավարտին եւ Սերժետ գազում տելման իրիգում մգրնան անցնել թե իրեն երաշտությունը մրիգնելով եւ թե իրեն զրուցելով Սերուժ վարձկետ գադար անգերց եւ անհամբեր կսպասենք մի քանի առիթներով նոր երաշտություններով նոր համագործակցություններով նորանոր համերգներուտ եւ մանավանդոս Մոնտրեալի մեջ ադիգա գուսանք որ իրականացնենք մեր կազմակերպիչ միությունը որ պիտի իրականանա օրը Սիրելիներ այս երեկոյան եւ վաղը երեկոյան շաբաթ եւ գիրագի դերի ունենա համասկային Quebec սանային մասնաճյուղի Բեդրոս Ատամյան թատերախումբի 9 հայեր Թալերախաղի ներկայացումը Սուրբապ ասկային վարժարանի Մաստերմաջան սրահերներս միուշանակ ժամը 7:30 է սահմանապակ դոմսակներ մնացած են նաև սերեներ այս շաբաթ կմտնենք ողջգոչելու հայոց ցեղասպանության 111-րդ ամյակը միջոցառումները անցաշաբաթ ցեզի նշեցինք մի մորնակ այսինքն շաբթի օր ապրիլ 23-ին ժամը 10-ը սկսյալ Սուրբապ ասկային վարժարանեն քայլեր տեղի բիդյոյնա 3 ասկային վարժարաններու մասնակցությամբ եւ անշուշտ Փացեփոնորին Սուրբապ ասկային վարժարանեն դեպի Մոնտրեալի հուշարձան ուր դերի բիդյոյնա միջոցառում նաեւ ապրիլ 24-ի երեկոյան ժամը 5-ին սկսյալ Լավալի քաղաքապետարանեն վայրը փոխված է Լավալի քաղաքապետարանեն սկիզբ պիտի առնե քայլերը դեպի Լավալի հուշարձանի նոր վայրը եւ ժամը 6-ին դերի բիդյոյնա ապրիլ 24-ի միջոցառումը նաեւ նույն երեկոյան դերի գունենա Սուրբ եւ Ամահ Պատարագ Սուրբ Հակոբ առաջնորդանիստ մայրեգիրեցվո մեջ շաբաթ ապրիլ 25-ին Դերգունենա Քեբեկի միացյալ մարմնի նախաձեռնությամբ պաշտոնական ողջգոչումը հոպերետմենի գետրոնեն ներս երեկոյան ժամը 7-ին կընտրենք որ բոլորը ներգալա այս միացյալ ցերնատներուն լսելու դարձելու համար ակամ եւս մեր բանջադիրական ցայնը Ինչպես նշեցինք հայդակրի ընթացքին մայիս 2-ին Սերուժին ընկերու կագորոս նայեք թե Սերուժնա իրեն հետ ալանգալ բիդյոնե Ապոսահագյան առաջնան կամլալով Մոնտրեալի մեջ գազམ་ագրուպությամբ հոյտա կանադայի բադանեգան միության դերի ունենա Մոնտրեալի հայ գետրոնի մազասրահեն ներս նաև անգամ եւս առաջնան կամլալով Quebec-ի մեջ Մոնտրեալի լավալի մեջ Հակոբ Մգրդիչյան Գուկա խանտավերելու համար մայիս 28-ի մեր ցերնարգը մայիս ուրբաթ օրով է այս մեկը ուրբաթ մայիս 29-ին որտեղ ունա շատո ռոյալ ճաշասրահեններս Սերուժ անգամ եւս շնորհակալություն որ այս բազմասպար վիճակիտ կցար մեզ դրամատրել այս հաջելի եւ ընկերական զրույցը սիրելիներ այս հաղորդումը պիտի դեղատրենք Ընտրեմ միշտ բարի եկած ես եւ երկերը դալ սիրով գսպրենք ընդհանրապես մեր ունգընտրիներուն մի մորնակ սիրելիներ մեր այսօրվան հայդակիրը ինչպես մեր բոլոր նախորդ հայդակիրները պիտի դեղատրենք մեր Spotify եւ Apple Podcast հարթերուն վրա մի մորնակ մեզ միանալ ամեն շաբաթ եւ գիրագի արավոդյան ժամը 7:09 հայրիկ Mike FM ալիքով կամ mikefm.ca գայքեչով Սերուժ կանադայեն դեպի Հայաստան մեր ողջույնները լավ լուրերուտ կսպասենք եւ նորանոր հաջողություններուտ կսպասենք Հարևներ բոլորին Ցտեսություն սիրելիներ